Ինչպես կվերաբերվի ծնողը իր երեխային, եթե տեսնի, որ նա ուղղակի նեղացել է, դժգոհ է պայմաններից, չի հավանում ճաշը և ցանկանում է ուղղակի տանից փախնել։ Բնականաբար նման բան հնարավոր չէ, անգամ հայկական և հատկապես հայկական օջախներում։ Ոչ, այսօր մենք չենք քննարկելու ընտանեկան իրավիճակներ, բռնություններ և այլն, բայց մենք խոսելու ենք այդ ամենի մի մեծ գաղափարի մասին։ Մենք խոսելու ենք այսօր թիվ 1 խնդրի մասին Հայաստանի Հանրապետության, մենք խոսելու ենք արտագաղթի մասին։ Եվ հատկապես ուշադրությունը և շեշտը դնելու ենք երիտասարդության վրա։ Երեկոյան բլոգն է Երկիր մեդիայի եթերում, ես Արմինե Ճաղարյանն եմ և հիմա կներկայացնենք բոլոր այն մարդկանց, ովքեր լինելու են մեր տաղավարում և քննարկում են տանելու և անմիջապես հետո կվերադառնանք և կսկսենք մեր քննարկումը։ Կարինե Կույումջյան, Ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի և ժողովրդավարական բաժնի պետ, տնտեսագետ։ 1982 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսահաշվային ֆակուլտետը։ Աշխատում է Ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի և ժողովրդավարության բաժնում։ Բազմաթիվ հոդվածների համահեղինակ է։ Էրիկ Ղազարյան, կամավորության զարգացման և երիտասարդական քաղաքականության ոլորտի փորձագետ, 2009 թվականից Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ։ Սովորել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի աստիճան։ Ազատուհի Սիմոնյան, ծնվել է Իրանի Սպահան քաղաքում, ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնում ստացել է մագիստրոսի կոչում։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորի օգնական, երիտասարդական խորհրդարանի անդամ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի օգնական։ Մարինե Սարգսյան, սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության համապատասխան բաժնի պետ։ 2002 թվականից Երևանի պետական համալսարանում աշխատում է որպես ավագ գիտաշխատող։ 2010 թվականից Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության համագործակցության և վերլուծությունների բաժնում որպես գլխավոր մասնագետ, իսկ 2015 թվականից բաժնի պետ։ Ինչպես մենք նշեցինք հաղորդման սկզբում, մենք այսօր խոսելու ենք Հայաստանի Հանրապետության թիվ 1 խնդիրներից մեկի մասին, մենք խոսելու ենք արտագաղթի մասին և մասնավորապես երիտասարդներին վերաբերող այդ թվերի մասին, ինչպես նաև այն ահագնացող թվերին և աճին։ Ինչպես բոլորս գիտենք և նշում ենք տարբեր ԶԼՄ-ներում, ոչ ճշտված այդ 3 միլիոն բնակչություն ունի մեր փոքրիկ հայրենիքը, սակայն երիտասարդությանը ինչ բաժին է հասնում, Տիկին Կույումջյանից կխնդրենք, որպեսզի սկսի այսօրվա քննարկումը և նաև փաստելով որոշակի թվեր։ Շնորհակալություն։ Ուրեմն նշենք, որ 2011 թվականին Հանրապետությունում անցկացվեց երկրորդ անկախության պայմաններում մարդահամարը եւ դրա արդյունքներով արձանագրվեց, որ հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմում է 3 միլիոն 18 հազար։ Ընդ որում պիտի ասեմ, որ մշտական բնակչության թվաքանակում ներառված է նաեւ հանրապետությունից մինչեւ 1 տարի ժամկետով բացակայողները։ Իսկ արկա բնակչության թվաքանակը, որը ներառում է բուն հաշվառման պահին, այսինքն հոկտեմբերի 12-ի դրությամբ հանրապետությունում ներկա գտնվող բնակչությունը եղել է 2 միլիոն շուրջ 900 հազար։ Քանի որ մենք այսօր փորձելու ենք կենտրոնանալ նաև երիտասարդների խնդրի վրա, փորձենք հասկանալ, թե քանի տոկոսն է երիտասարդների։ Ուրեմն ասեմ, որ մշտական բնակչության թվաքանակից շուրջ 797 հազարը կազմել են 15-ից 29 տարեկան երիտասարդները, որոնք կազմում են մոտավորապես մեր հանրապետության մշտական բնակչության 26.4%։ Եթե համատելու լինենք դա 2001 թվականի մարդահամարին արձանագրված ցուցանիշի հետ, ապա ուրեմն 2001-ին երիտասարդները մշտական բնակչության կառուցվածքում եղել են 803 հազար մոտավորապես եւ կազմել են մշտական բնակչության 25%։ Այսինքն տոկոսային առումով երիտասարդների մասնաբաժինը մշտական բնակչության կառուցվածքում մի փոքր ավելացել է, իհարկե տարբեր գործոններով պայմանավորված։ Բայց միաժամանակ ես ուզում եմ նաև արկա բնակչության թվաքանակում այդ ցուցանիշը նշել, որպեսզի մենք հասկանանք, թե մոտավորապես ինչքան են ուրեմն ժամանակավոր բացակաները կոնկրետ անդրադառնամ երիտասարդների թվաքանակում։ Տեսեք, եթե 2011 թվականին մշտականի կառուցվածքում 797 հազար էին երիտասարդները, ապա արկա բնակչության կառուցվածքում նրանք եղել են 750 հազար եւ բնականաբար 26% եղել նրանց մասնաբաժինը։ Իսկ 2001 թվականի մարդահամարի արկա բնակչության թվականակում երիտասարդները եղել են 746,700 եւ կազմել են 24.9%, այսինքն թվային առումով մշտական բնակչության կառուցվածքում մի որոշակի նվազում կա, իսկ արկա բնակչությունը
11 թվականին երիտասարդների թվականակը մի փոքր ավելի է։ Մինչ հասնելը արտագաղթի հետ կապված տվյալներին, ես նաև կցանկանայի նշել, որ ըստ հետազոտողների Հայաստանի Հանրապետությունը միևնույն է համարվում է ծերացող երկիր, այսինքն նման են նախազգացումներ կարելի ասել, այո, սակայն ինչն է դրա պատճառը։ Մենք կարող ենք իհարկե թվարկել բազմաթիվ պատճառներ, որոնք գալիս են թե կոռուպցիոն վտանգներից, մինչ հասնում են տնտեսական թույլ իրավիճակ, սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ կրթության բացեր, գործազրկություն եւ այլն։ Սակայն այս թեմաներից փորձենք կենտրոնացնել ընդամենը 2 թեմաների վրա եւ առաջինը որպես այդպեսին հասկանալով, որ երիտասարդներին ի վերջո բարեկեցիկ կյանք ունենալու համար եւ որպեսզի նրանք տեսնեն ի վերջո իրենց հեռանկարը, հարկավոր է աշխատանք։ Շնորհակալություն հրավերի համար։ Ճիշտն ասած, ես կուզենայի ասել հետևյալը, որ բազմաթիվ երիտասարդներ հենց այդ ձեր ասած աշխատանքը գտնելու համար կարճ ճանապարհ են համարում արտասահմանում սովորելը, կարծելով, որ եթե նրանք ունենան արտասահմանյան որևէ դիպլոմ, ապա Հայաստանում ավելի հեշտ կկարողանան գտնել աշխատանք, ինչի իհարկե արդարացի մոտեցում է, որովհետև ինչպես գիտենք Հայաստանում համապատասխան կրթություն տվող բուհերը բավական քիչ են եւ մենք չունենք կարիերայի կենտրոնների զարգացված համակարգ։ Այսինքն մարդիկ ունենում են դիպլոմ եւ պետք է ինչ-որտեղ աշխատեն, բայց սակայն համապատասխան աշխատանքը չկա։ Այնինչ, եթե ունենում են արտասահմանյան դիպլոմ, դա քիչ թե շատ հեշտացնում է նրանց աշխատանքը։ Եվ ինչ ես փորձ ունեմ, այսպես ասած, որովհետեւ շատ հաճախ այն մարդիկ, այն երիտասարդները, ովքեր մեզ մոտ գալիս են որպես կամավոր, շատ հաճախ ռեկոմենդացիա են ուզում, որպեսզի արտասահմանում շարունակեն իրենց կրթությունը։ Ճիշտն ասած, անձամբ ես ինչքան նկատել եմ, նրանք գնում են կրթությունը ստանում են եւ վերադառնում են։ Իհարկե լինում են դեպքեր, երբ որ կրթությունը շարունակում են արդեն PhD ֆորմատով, այսինքն դառնում են գիտությունների թեկնածու, որը արդեն Եվրոպայում կարելի ասել մեխանիկորեն նշանակում է, որ իրենք գտնում են իրենց աշխատանքը։ Երեք խոսքում նշեցիք, թե մի քանի հոգիներ, այսինքն այն մարդիկ, որոնք դուք եք նկատել եւ ըստ ձեր ուսումնասիրությունների, այո, սակայն քանի հոգի են նրանք, որ այդպես։ Ես կարող եմ տոկոսային հարաբերությամբ ասել, լավ, երևի տենց ավելի ճիշտ կլինի։ Ենթադրենք 10 արտասահմանում սովորողներից կարող եմ ասել, որ մեկը շարունակում է PhD, այսինքն դառնում է թեկնածու եւ միանշանակ մնում է։ Նաև ասեմ, որ դա թյուր կարծիք է, որ կրթական տարբերակով շատ հեշտ է գնալ եւ արտասահմանում մնալ։ Պատկերացրեք, թե հրավիրող կողմի օգուտը որն է, այսինքն նրանք միայն ընտրում են նրանց, ովքեր որ իրոք լավ մասնագետներ են։ Մեր բազայով ուսանողները այդքան էլ մրցունակ չեն, օրինակ նույն Եվրամիությունից տվյալ երկիր գնացող այլ ուսանողների հետ համատած։ Սովորաբար իմ կարծիքով արտագաղթի դիմող երիտասարդներին ոչ այդքան պետք է փնտրել կրթական ուղղվածությունով շարունակողների շրջանում, որքան արտասահմանում աշխատելու մեկնող երիտասարդների շրջանում։ Տվյալ դեպքում մենք հանգում ենք այդ խոպան հասկացության, այսինքն մարդիկ երբ որ գնում են մասնավորապես Ռուսաստան կամ post-խորհրդային երկրներ աշխատելու, այստեղ որ մենք ունենք լուրջ թվերի հետ գործ, քանի որ մարդիկ չեմ կարծում, որ շատ մեծ ուրախությամբ են գնում։ Իմ ընկերներից մի քանիսը խոսում են նրա մասին, որ կուզենային գնային հենց նույն Ռուսաստանում աշխատելու, բայց առանձնապես ոգևորությունից չեն գնում, այսինքն անճարությունից են գնում ավելի շատ։ Իրականում գնալով արտերկիր, չգիտես թե ինչ իրավիճակում կհայտնվես եւ բավականին թե նորություններում է ընդգրկված որոշակի փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ իսկապես որ այսպես ուզելով չէ որ գնում են եւ լավ կյանքից չէ որ գնում են, սակայն այնուամենայնիվ դա չի կանգնեցնում նրանց եւ ոչ միայն նաեւ չի կանգնեցնում նրանց, ովքեր ցանկանում են ի վերջո նաեւ կրթական ոլորտով շարունակել։ Որոշակի ուսումնասիրություններ նաև ձեր կողմից ազատու ինչ կա։ Ես կցանկանայի մի քանի դիտարկում անել հնչած խոսքերին։ Դուք նաև շեշտեցիք, որ ցավոք ներկայացված վիճակագրությունից մենք կարող ենք հանգել այն եզրանկման, որ մեր երկիրը ծերացող պետությունների շարքին է սկսել դասվել եւ դա, այսինքն մենք փաստերի եւ թվերի հետ չենք կարող վիճել, որովհետեւ անվիճելի են այդ իրողությունները, բայց դա բնականաբար ունենում է իր տարբեր փուլերում հասարակության իր հետևանքները։ Ես կցանկանայի նաև նշել, որ երբ մենք խոսում ենք արտասահմանյան կրթության եւ ինչ որ չափով կրթության կամ ուսման առումով արտագաղթի կամ այսպես ասած ժամանակավոր երկրի ձեռնանալու մասին եւ այն մասին, որ այդ ուսումից հետո մեր երկիրը կարող է որակական առումով որոշակի չափով իր կադրային բազայով մեծ առավելություններ ձեռք բերի, ես կցանկանայի նշել, որ պետականաշինության համակարգում եւ ազգային պետության ստեղծելու
միտումով եթե մենք առաջնորդվենք, շատ հաճախ եվրոպական կամ արտասահմանյան ուսումը այդքան էլ չի համապատասխանում մեր երկրի հասարակության, մենթալիտետի եւ հայկական մշակույթի ձևերին եւ պետությունը կառուցել եվրոպական չափանիշներով ամբողջովին նույն ստանդարտները արհեստականորեն կիրառելով այստեղ մենք այդքան էլ բարվոք վիճակի չենք կարողացել։ Այսինքն ես դա չեմ դիտարկում որպես երկրի զարգացման գլխավոր պայմաններից մեկը, որտեղ այլ հարց է, որ այնտեղ ուսումը շարունակած կամ ուսում ստացած երիտասարդը ինչքանով կշարունակի վերադառնալ եւ ինտեգրվել հայկական հասարակությանը եւ հայկական պետականության կառուցմանը նպաստել։ Ցավոք մենք այսօր խոսում ենք այն դեպքերի մասին, երբ երիտասարդները ոչ թե այն մղումով են գնում սովորելու, որ պետք է վերադառնան եւ հայրենիք շենացնեն, այլ ընդհակառակը այն մտքով, որ պետք է գնան եւ բարեհաջող իրավիճակների եւ գործոնների ազդեցության դեպքում այնտեղ շարունակեն ապրել։ Ես դա որակեի որպես գրագետ փախուստ ճակերտավոր եւ ավելի շատ գրագետ հիմնավորումներով, արդարացված հիմնավորումներով։ Այսպես ասած, մեր մեջ կարծես թե դարձել է ավանդույթ, թե սովորույթ, թե ինչ-որ մոդայիկ բառակապակցություն, որ մեր կրթական համակարգը այդքան էլ արդիականացված չէ եւ մենք գնում ենք այնտեղ կադրեր պատրաստելու։ Բայց իմ մոտ միշտ հարց է առաջանում, այն կադրերը, որոնք կսովորեն եվրոպական եւ արտասահմանյան հայտնի բուհերում եւ կստանան համապատասխան որակավորում, վերադարձի դեպքում ինչքանով կունենան համարժեք վարձատրության պայման, այսինքն իրենց արդյոք իրենց ստացած ուսումը, իրենց կատարած ծախսը իրենք երբևիցե կարողանան Հայաստանի Հանրապետությունում հետ բերել եւ վերադարձնել։ Այդտեղ բազում հարցեր են առաջանում։ Եվ շատ հաճախ երբ որ երիտասարդը գրում է այն քայլի, որ ես մի օր վերադառնալու եմ, վերադառնալուց ինքն անում է 4 հաշվարկ։ Հասկանալով որ Հայաստանի միջին աշխատավարձի քան է, հասկանալով թե ինչքան է նվազագույն զամբյուղը եւ գալիս է այն հաշվարկի, որ ես իմ կատարած ծախսին համարժեք պիտի լինեմ այն երկրում, որտեղ ուսում եմ ստացել եւ այդ երկրի համապատասխան ստանալ նաեւ վարձատրություն։ Այսինքն մենք ունենք պետության տարբեր ոլորտներում համապատասխան քայլեր մշակելու համար։ Մենք ունենք լույս հիմնադրամ, որը տալիս է կրթաթոշակներ լավագույն ուսանողներին, որոնք սովորեն լավագույն բուհերում, որը միանշանակ գնահատելի է, բայց միևնույն ժամանակ ունենք մի հատ հիմնադրամ, որ այդ ուսանողներին, որ հետ են գալիս, իրենց համարժեք վարձատրությամբ աշխատանք ապահովի։ Չկա այդ հիմնադրամը եւ չկա այդ կառույցը ցավոք սրտի, որ զբաղվի տվյալ ուսանողներին հետ բերելով։ Մենք ուղարկեցինք, բայց ով է զբաղվում նրանց հետադարձ կապով, ով է զբաղվում նրանց առջև պարտավորություններ դնելով, այդ պարտավորությունը այս պահին պետությունը չի ստանձնել իր վրա ցավոք սրտի։ Կան որոշակի կազմակերպություններ, արդյոք որոնք նաև այս գործընթացը կարողանում են իրենց վրա վերցնել իրենց մասնաբաժնով, այսինքն այն ուսանողներին, գուցե այն երիտասարդներին, որոնց համար նրանք կանաչճանապարհ են ստեղծում, հետևում են նաև նրանց հետդարձին։ Ճիշտ ասած, կոնկրետ ինչպես Ազատուհին նշեց, լույս հիմնադրամը այդպիսի մի ֆունկցիա ունի, որ եթե չեմ սխալվում, ցանկացած երիտասարդով ստանում է համապատասխան կրթաթոշակ լույս հիմնադրամի միջոցով, պարտավոր է գալ եւ եթե չեմ սխալվում, մի քանի տարի բնակվել Հայաստանում, այսինքն իրավունքություն երկրից գնալ։ Բայց ինչպես Ազատուհին նշեց, այո, չեն ապահովում այնպիսի պայմաններ, որ տվյալ երիտասարդը սրտացավ մնա Հայաստանում եւ շարունակի իր գործունեությունը։ Իհարկե, Քեմբրիջում կամ Օքսֆորդում ավարտած երիտասարդներին համապատասխան աշխատավարձ տալն դժվար է, եթե հաշվի առնենք նույն անգլիական ստանդարտներով, բայց ամենայն դեպս կարծում եմ կարող են ավելի լուրջ ուշադրություն դարձնել այդ հարցում, քան դարձնում են ներկա պահին։ Իսկ ինչ վերաբերվում է ընդհանրապես կրթությանը, եկեք նաև չմոռանանք, որ Եվրոպայում բավական տարածված է ոչ ֆորմալ կրթությունը, որը որ նույնպես նպաստում է նրան, որպեսզի երիտասարդները գնան եւ ոչ ֆորմալ կրթություն ստանան հենց եվրոպական Եվրամիության երկրներից շատերում։ Ասեմ ձեզ, որ այստեղ էլ նույն ձև կա համակարգ, որ երիտասարդները պետք է վերադառնան Հայաստան։ Իհարկե չկա ժամկետներ, թե ինչքան պետք է այդ երիտասարդները մնան Հայաստանում, բայց ամեն դեպքում նույնպես պետական մակարդակով որևէ քայլ չի ձեռնարկվում, որպեսզի տվյալ երիտասարդները, ովքեր որ ունեն որոշակի, այսպես ասենք, միջազգային փորձ, կարողանան իրենց դրսևորեն Հայաստանում։ Այդ բաց թողումը ցավոք կա։ Տիկին Սարգսյան, նաև խոսքը ձեզ փոխանցեմ, ինչպիսի ծրագրեր են արվում սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից, որոնք փորձում են խոչընդոտել արտագաղթ։ Ինչպես գիտեք, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը զբաղվելով երիտասարդական պետական քաղաքականության մշակմամբ եւ իրականացմամբ չունի այնպիսի իրավասություններ, որ կարողանա աշխատատեղեր ստեղծել, աշխատատեղերով ապահովել երիտասարդներին։ Որպես սկզբունք ընդունելով երիտասարդական պետական քաղաքականության մշակումը, վերջին տարիներին նախարարությունը իրականացրել է մի շարք հետազոտություններ, պարզելու համար նախ եւ առաջ երիտասարդների խնդիրները։
Եվ խնդիրների շարքում առաջինը իհարկե պետք է ասել, որ աշխատատեղերի բացակայության խնդիրն է։ Տիկին Գյուհիմջյանը ներկայացրեց ուսումնասիրությունների արդյունքները, ես կարող եմ ասել, գրեթե համանման արդյունքներ են արձանագրվել նաև մեր ուսումնասիրություններով, որ արտագաղթել ցանկացող երիտասարդների մեծ մասի արտագաղթել ցանկանալու պատճառը աշխատանքի բացակայությունն է կամ ցածր վարձատրվող աշխատանքը։ Աշխատատեղերի մասով կարող եմ ասել, որ նախարարությունը ընդամենը առաջարկում է, որ պետական ծրագրերում աշխատանքով ապահովել աշխատանքի հետ կապված ծրագրերում ներառվեն նաև երիտասարդները որպես առավել խոցելի խումբ։ Ինչ վերաբերում է երիտասարդների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը, նախարարությունը 2009-ին մշակել է մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին ծրագիրը եւ այն 2010-ից իրականացվում է։ Տիկին Սարգսյան, մենք դրան իհարկե կանդրադառնանք, սակայն նաև մի փոքր խոսեցիք պատճառների մասին, որոնք ուսումնասիրության կենտրոնում են հայտնվել, եւ շատ բնականաբար նաև մի մեծ բաժին էլ ընկնում է այն պատճառին, որը կոչվում է բարոյհոգեբանական իրավիճակ ողջ երկրում։ Այսինքն մարդիկ, երիտասարդները, ովքեր ավարտում են դպրոց, ավարտում են բուհը, չեն տեսնում իրենց ապագան եւ հեռանկար չեն տեսնում եւ չեն կապում իրենց հեռանկարները հայրենիքի հետ։ Դա գալիս է նաև բնականաբար որոշակի զբաղվածության պակասից եւ ծրագրերի բացակայությունից եւ այն կարծես թե բացի թողի վիճակից, երբ երիտասարդը զգում է իրեն սեփական երկրում անտեր, չհնարվում որոշակի պետական ծրագրեր, որոնք պետք է թե ոգի տան, թե ճանապարհը հարթեն եւ այլն։ Նման ուղղվածության որոշակի ծրագրեր իրականացվում է։ Իրավացի եք, ցավոք դա համակարգային խնդիր է, այնպես չէ, որ միայն երիտասարդներին է վերաբերում գործազրկության խնդիրը։ Երիտասարդների համար ճիշտ եք, երիտասարդներն ավելի մեծ կարիք ունեն պետության աջակցության այս հարցում, սակայն ազատ շուկայական տնտեսության պայմաններում պետությունը աշխատատեղեր ինքը չի ստեղծում, չի ապահովում աշխատատեղերով բնակչությանը։ Պետության անելիքը այս դեպքում նպաստավոր պայմաններ ստեղծելն է, որպեսզի ընդհանրապես ոչ միայն երիտասարդները, այդ թվում նաև երիտասարդները կարողանան իրացնել իրենց ստեղծագործ ներուժը, կարողանան իրենց համար ինքնուրույն ստեղծել սոցիալ-տնտեսական բարենպաստ պայմաններ։ Ձեր խոսքում Տիկին Սարգսյան նշեցիք, որ բավականին հետաքրքիր մի բան, որ պետությունը կարծես թե թույլ է տալիս, որպեսզի երիտասարդները ի վերջո իրենց որոշակի քայլերով կարողանան ինքնակազմակերպվել, կարողանան ինքնուրույն հարթել սեփական ճանապարհը, բայց մենք բոլորս իհարկե շատ լավ գիտենք, որ դա բոլորին չի հասու։ Սակայն նման կազմակերպություն, որոնցից մեկն էլ նաև ձերն է, Սերունդ կազմակերպությունը, կարողանում են որոշակիորեն ներգրավել թե երիտասարդների կամավորների տեսքով, ինչպես նաև դուք նշեցիք, եւ ինչպիսի տրամադրվածություն կնկատեք դուք։ Այստեղ, ինչպես նշվեց, խնդիրը համակարգային է։ Օրինակ, մեզ մոտ, եթե նկատել եք, այսպես ասած, ուչիլիշե կամ տեխնիկում գաղափարներ իսպար բացակայում են, այսինքն չկան տեղեր, որտեղ որ կպատրաստվեն այն կադրերը, որոնք որ ինստիտուտի կրթության համար, այսպես ասած, իրենց ինստիտուտի կամ համալսարանական կրթություն պետք չէ, բայց միաժամանակ դպրոցական կրթությունը քիչ է։ Այսինքն այդ մեջտեղի բաժինը համաձայն եմ, որովհետև տեխնիկումներ բնականաբար կան, սակայն այն, որ ի վերջո երիտասարդությունը մղվում է դեպի բարձրագույն կրթություն եւ չհասկանալով, որ տնտեսագետ յուրաքանչյուրը չի դառնում եւ իրավաբան կրկին յուրաքանչյուրը չի դառնում, այլ խոհարար տաղանդավոր կարող էր դառնալ։ Դե եթե թույլ տաք, ես նաև կշարունակեմ։ Հիմա խնդիրը դրա մեջ է, կան այդպիսի տեխնիկումները, բայց քիչ են, որովհետև որպես այդպիսին երիտասարդները կարծում են, որ իրենք կարող են ավելին, բայց միաժամանակ դրա հետ մեկտեղ նրանք համապատասխան որակները չունեն։ Այստեղ խնդիրը ոչ միայն տվյալ ուսումնական հաստատությունների մեջ, այլ նաև երիտասարդների կրթության սխալ ընկալումը։ Նրանք կարծում են, որ եթե ստացան դիպլոմ, դա մեխանիկորեն նշանակում է, որ իրենք ունեն համապատասխան գիտելիքները։ Սա մեկ բացթողում, երկրորդ բացթողումը հենց համալսարանների եւ գործատուների միջև կապող օղակի որպես այդպիսին բացակայությունն է։ Ես կարող եմ ասել ընդամենը 1 կամ 2 կարիերայի կենտրոնների մասին, ովքեր որ կարողանում են իրենց բուհի շրջանավարտներին մինչև ավարտելը արդեն այսպես ասած տեղավորեն այնպիսի գործակալություններում կամ աշխատավայրերում, որպեսզի ուսանողները շարունակեն արդեն աշխատել
տվյալ ընկերություններում։ Դա էլ ունի իր տրամաբանությունը, որտեղ ընկերությունները իրենց հերթին կամ փորձում են ծանոթին ընդունել գործի, կամ չեն վստահում տվյալ բուհերին։ Այսինքն վստահություն չկա տվյալ կրթության նկատմամբ։ Այստեղից բխում է, որ խնդիրը համակարգային է, այսինքն պետական մակարդակով պետք է տվյալ հարցերում փոփոխություններ արվեն։ Այդ դեպքում կարծում եմ արդեն մեզ մոտ պահանջարկ ու առաջարկը կրթության եւ աշխատանքի կսկսի համընկնել։ Եթե չեմ սխալվում, երիտասարդական քաղաքականության ռազմավարությունում, որ 2013 թվականին էր կարծես թե լույս տեսել, հենց դա նշվում էր, այսինքն մեզ մոտ պահանջարկն ու աշխատանք, առաջարկը կրթական իրարից ամբողջությամբ տարբերվում է։ Մենք ունենք հազարավոր իրավաբաններ, պետության ընդամենը պետք են գուցեև հարյուրներ, պատկերացրեք, ու այսպես բավական շատ ոլորտներում է։ Այդ է պատճառը, որ մարդ ավարտում է, բայց իր համար նախատեսված աշխատանք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չկա։ Եվ նրանք կարծում են, որ ավելի լավ տարբերակ է տվյալ դեպքում գնալ եւ աշխատել արտասահմանում։ Շատ լավ։ Մենք հիմա կընդմիջվենք եւ կդիտենք մի փոքրիկ տեսանյութ, որից անմիջապես հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Արտագաղթն ի հայտ է գալիս անարդարության եւ անօգտակարության հետևանքով եւ բացասաբար ազդում երկրի սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։ Վերջին տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է 170-ից 200 հազար մարդ։ Գործազրկությունը մեծ է, արժանապատիվ աշխատանք գտնելը կամ ժամանակին աշխատավարձ ստանալն էլ հրաշքի պես մի բան։ Հանրային կյանքի եւ հասարակական կյանքում կարիերայի եւ պրոֆեսիոնալիզմի աճի համար խոչընդոտում են Հայաստանում ձևավորված ցավալի ավանդույթները, խնդիրները լուծել կամ հողային հարաբերություններով, կամ մասնավոր կապերով, կամ քաղաքական ներքին խմբերի նկատառումով եւ ընտրությունների տրամաբանությամբ։ Հայաստանի Հանրապետության երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները հետազոտության համաձայն Հայաստանում երիտասարդների 48%-ը չունի աշխատանք, 20%-ն աշխատանք է փնտրում, 28% զբաղված է, բայց եւ արտագաղթելու մտադրություն ունի։ Երիտասարդների 48.7%-ը չունի ամսական եկամուտ, 21.7%-ի ամսական եկամուտը չի գերազանցում 50,000 դրամը, 3.4%-ին 100-ից 200,000 դրամը, իսկ 2.4%-ին 200-ից 300,000 դրամը։ Հարցվածների 31%-ը մոտակա ժամանակներում աշխատելու նպատակով պատրաստվում է մեկնել Հայաստանից, 45%-ը վաղ թե ուշ մեկնելու է, 16%-ը հավանաբար մի օր կմեկնի, իսկ 8%-ը աշխատանքի նպատակով ոչ մի դեպքում Հայաստանից չի մեկնի։ Դեռ հայտնի չի թե այս թվերում աշխատողներից որքան մարդ է նախ մասնագիտական աշխատանքի, որից բխում է նաև թե որքան արդյունավետ է նրա աշխատանքը։ Այսպես կոչված աշխատող մարդկանց որքան մասը ինչքան եկամուտ է ստանում աշխատանքից եւ նաեւ դրան զուգահեռ այլ աշխատանքներ անելու։ Մարդու աշխատանքային ժամանակը ինչքան է։ Հնարավոր է, որ այդ 40%-ի մեջ մարդիկ կան, որոնք 2-3 տեղ են աշխատում։ 1991 թվականին Հայաստանից արտագաղթել է 700,000-ից 1.300.000 մարդ։ Երկրից հեռանում են մասնավորապես երիտասարդները։ Մասնագետներն ահազանգում են, որ հայերը ծերացող ժողովուրդ են, մինչդեռ թուրքերն ու ադրբեջանցիները երիտասարդացող, սակայն նպատակասլաց հայ երիտասարդներ այնուամենայնիվ կան։ Մնում է միայն ֆինանսական աջակցություն, վստահության ամրապնդում եւ պետությունը վերջապես ոտքի կկանգնի։ Մենք վերադարձանք եւ կանգ ենք առել այն մտքի վրա, երբ Ազատուհին ցանկանում էր անպայման մեկնաբանել նաեւ խոսքը։ Ուզում եմ լրացնել Մերիկի խոսքը այն առումով, որ իրոք մենք ունենք այսօր մեր շուկայում առաջարկի եւ պահանջարկի հսկայական անջրպետ։ Այդ այնտեղ է, որ վերջերս ասած 2-3 տարի առաջ կառավարությունը կայացրեց իր բացառիկ կարևորագույն որոշումներից մեկը կամ լավ որոշումներից մեկը այն էր, որ որոշակի ֆակուլտետներ, որոշակի մասնագիտություններում պետպատվեր համակարգը ամբողջովին կասեցվեց ժամանակավորապես։ Իմ կարծիքով մենք այսօր ունենք կադրերի եւ մասնավորապես տնտեսական աշխատուժի ոլորտում մեծ բացթողում եւ հենց այդտեղ նաեւ որ խոսում ենք մեր հասարակության ծերացող հասարակության մասին, մենք նաեւ տեսնում ենք աշխատուժում ծերացող աշխատուժ։ Այսինքն, երբ դուք գնաք հիդրոէլեկտրոկայաններ, երբ գնաք Նայիրիտի գործարան, երբ գնաք ատոմակայան, դուք չեք տեսնի 50-ից երիտասարդ որևէ կադրի։ Դա խոսում է նրա մասին, որ մենք այսօր պետք է ունենանք պետական կառավարման ռազմավարություն, որը ենթադրում է, որ պետությունը պետք է մշակի առաջնահերթ մասնագիտությունների եւ առաջնահերթ աշխատատեղերի ցուցակ եւ այդտեղ սուբսիդավորմամբ
այդտեղ պետպատվեր իջեցնելով ստեղծի համապատասխան որակավորված կադրեր։ Եթե անհրաժեշտություն կա, անգամ արտերկրում համապատասխան վերապատրաստման ուղարկելով նման կադրերին։ Այսինքն մենք այսօր առաջնահերթությունը չպետք է տանք տնտեսագիտությանը, քաղաքագիտությանը, միջազգային հարաբերություններին կամ իրավագիտությանը այնքանով, որքան որ մենք արդեն ունենք գերաշխատուժ այդ համակարգում եւ 3 միլիոնանոց կամ ինչպես վիճակագրական վարչությունն է ասում ավելի ցածր բնակչություն ունեցող երկրում այդ մասնագիտությունները չեն որ ստեղծում են աշխատատեղ եւ ստեղծում են համապատասխան կյանքի որակ եւ մակարդակ եւ այստեղ է որ կառավարությունը կամ պետությունը իր գիշերային պահակի ֆունկցիան կատարելով պետք է կարողանա ունենալ կամք, որպեսզի նման որոշումներով երկրում ստեղծի այնպիսի մի մթնոլորտ իրավիճակ, որպեսզի երիտասարդությունը մտածի, որ պետք է սովորի քիմիայի եւ ֆիզիկայի ֆակուլտետում, մաթեմատիկայի ու կիբեռնետիկայի ֆակուլտետում, որպեսզի մեր երկիրը իր ազգային հզորությամբ ու տնտեսությամբ ավելի առաջընթաց գրանցի համաշխարհային մակարդակում։ Սա այստեղ կա նաև խնդիր, որը վերաբերում է զուտ մտածողությանը, երիտասարդների մտածողությանը եւ արմատացած մտածողությանը, եւ բնականաբար զրույցի առաջին հատվածում մենք անընդհատ շեշտը դնում ենք, որ որոշակի պետական ծրագրեր եւ այլն չեն արվում եւ բացթողումներ կան, այո կան եւ դրա մասին բոլորը գիտեն եւ մեր հեռուստածրագիրը բնականաբար չի հերիքի, որպեսզի մենք այդ բոլորը անցնենք եւ այլն, սակայն մի փոքր նաև խոսենք եւ ուշադրություն դարձնենք զուտ երիտասարդների մտածողության վրա, թե ինչպիսի պլաններ են նրանք կազմում։ Գուցե դա հայրենասիրության պակասն է, գուցե վատ ոչ խաղաղ իրավիճակն է երկրում։ Նաև խոսենք, թե ինչպիսի պատրաստակամությամբ են երիտասարդները այստեղ փորձում շարունակել իրենց կյանքը։ Այո, միանշանակ նման խնդիր կա, իհարկե չի կարելի դա դասել նույն հարթության վրա ինչ որ տնտեսական խնդիրները կամ այս դիսբալանսը, ինչպես նշեցինք։ Կա այդպիսի արմատացած մտածելակերպ, որ մեր երկրում ինչ կա վատն է, մենք լավը պարզապես մի տեսակ չենք ցանկանում տեսնենք ու կարծես թե փորձում ենք բոլոր հարցերի պատասխանը փնտրել արտերկրում։ Այսինքն կարծում ենք, որ արտագաղթեցինք, ամեն ինչ կդառնա շատ լավ։ Իրականում դա էլ բավական թույր կարծիք է, որովհետև շատ հաճախ նրանք, ովքեր որ արտագաղթել են, ես ինքս դեպքեր գիտեմ, երբ որ մարդիկ շահել են այդ երանելի green card կոչվածը, գնացել են եւ վերադարձել են, իրենց օժար կամքով իմիջիալից վերադարձել են այդպես, կամ գնում են չեն հարմարվում եւ այլն։ Նման դեպքեր էլ լինում են։ Պարզապես այնպիսի, այսպես ասած, պոպուլյար մշակույթ է ձևավորվել, որ պետությանը փնովել է շատ լավ է եւ արտագաղթել է հերոսության նման մի բան է։ Եվ եթե նկատել եք վերջերս, չգիտեմ, որքանով եք տեղյակ, Facebook-ում մի քանի դերասաններ եւ չեմ էլ նույնիսկ հիշում դերասան են, թե պարզապես հայտնի մարդիկ, ովքեր ինչ-որ չափով հպարտությամբ գրում են, որ իրենք երկրից արտագաղթել են, կարծես թե դա ինչ-որ հերոսություն է։ Դա իհարկե շատ վատ է, ճիշտ է, կարելի է քննադատել պետությանը, բայց դա ամեն մարդ էլ պետք է նաև մտածի, որ ինքն էլ պետք է իր հոգեբանությունը փորձել փոխել։ Նաև կարծում եմ պետք է չի քննադատել նրանք, ովքեր արտագաղթում են։ Հավատացեք, եթե պայմանները մեզ մոտ լավ լիներ, այդքան շատ արտագաղթողներ չէին լինի։ Կան տվյալներ, որ ընդհանրապես երիտասարդության 46% հնարավորության դեպքում կարող էր եւ կցանկանար հեռանալ։ Խոսքս ձեզ ուղղեմ Ազատուհի, դուք նաև երիտասարդական խորհրդարանի անդամ եք հանդիսանում եւ նաև ձեր տպավորությունները կա եւ նաև դիտարկումները այս ոլորտում, որովհետեւ հենց այս կառույցն է, որը ի պաշտոն է պետք է այսպես ի կոչման պետք է համարվեր երիտասարդները համախմբող եւ որոշակի ծրագրեր ստեղծող կառույց, որովհետեւ վաղվա ապագան եւ այլն կախված է բնականաբար հենց այս մարդկանցից, որովհետեւ նրանք անում են իրենց առաջին քայլը արդեն իսկ երիտասարդ տարիքում։ Ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ երիտասարդական խորհրդարանը իր գործառույթների մեջ դեռևս մինչ օրս չի ունեցել ոչ արձանագրված, ոչ էլ բանավոր ձևով նման պրոյեկտներ, հսկայական ծրագրեր իրագործելու, որովհետև մի քանի օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ կան, օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ երիտասարդական խորհրդարանը ինստիտուցիոնալ կառույց չէ դեռ որպես այդպիսին։ Ունի հնարավորություն սակայն ունենալ առաջարկ եւ ներկայացնել։ Ունի հնարավորություն, բայց այդ հնարավորությունները նույնպես սահմանափակ են։ Որոշակի չափով ինչքան որ կա իր լիազորությունների շրջանակում, երիտասարդական խորհրդանի անդամները նույնպես օգտվում են, բայց պետք է նշենք, որ երիտասարդական խորհրդանի անդամները նույնպես այս հասարակության մի մասնիկն են։ Իր խայտաբղետ ներկապնակով։ Եվ այնտեղ էլ կան մարդիկ, ովքեր որ արտագաղթել են, ովքեր որ արտագաղթում են, ովքեր ունեն այդ թաքուն կամ բացահայտ նպատակը։ Մենք պետք է մի բան հասկանանք, որ արտագաղթը դարել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար մեկ խնդիրը։ Սա պետք է երկրի քաղաքական իշխանությունը ընդունի, գիտակցի, բարձրաձայնի
եւ բարձրաձայնելուց հետո լուծումներ գտնի։ Եթե ինքը չգիտակցես եւ չբարձրաձայնես եւ փորձես թաքցնել, դա ինքն իրենից եւ հասարակությունից մեր արտագաղթի չափանիշները մյուս անգամ վիճակական վարչությունը ավելի մեծ թվեր եւ ահռելի թվեր է ասելու։ Այսինքն մենք պետք է եթե վերք ունենք, այդ վերքը բացենք, այդ վերքը բուժենք եւ բուժենք արմատապես, որովհետեւ այդ վերքի այդ կոսմետիկ վիրահատությունները որևէ հարց չեն լուծի։ Եվ ցավը այն է, որ արդեն արտագաղթը դարձել է մեր հասարակության, մեր երկրի մեջ արդեն աստիճանաբար վերածվում է սոցիալ-հոգեբանական կատեգորիայի։ Այսինքն սա կարծես թե բողոքի նշան է, կարծես թե անհանգստության, դժգոհության որևէ երևույթ է, որ քաղաքացին անկարողությունից արդեն գնում է քայլի։ Գնում է եւ չարացած, գնում է նեղացած եւ ցավոք սրտի կա նաեւ տվյալներ, կան նաեւ փաստեր, որ վերջին շրջանում արտագաղթածների Հայաստանի Հանրապետությունից արտագաղթածների թվում, որոնք համալրել են Սփյուռքի համայնքների շարքերը, դարձել են Հայաստանի հակաքարոզիչներ ինչ-որ առումով։ Այսինքն, այս դեպքում մենք պետք է նաև հասկանանք, որ սոցիալական վիճակից, երկրից դժգոհողների քանակի ավելացումով երկրից բացակայողները պետք է երբեք չկորցնեն իրենց ազգային պատկանելությունը։ Ինչքան էլ որ դժգոհ լինեն իշխող վերնախավից, դա չպետք է ենթադրի, որ պետք է հակաքարոզիչ լինեն իրենց պետականության, իրենց երկրի։ Այո, կան օբյեկտիվ պատճառներ, այո, կարելի է հասկանալ այդ մարդկանց, բայց արդարացուցիչ չէ իրենց պահվածքը Սփյուռքում, քանի որ ես նույնպես արմատներով սփյուռքահայ եմ, ցավոք սրտի նաև հանդիպել եմ նմանատիպ մարդկանց, որոնք մաղձից, որոնք թախիծից սկսել են հակառակ քարոզչամ տանել եւ երբ որ իրենց դու բացադրում ես, իրանք այնպեսի փաստեր են ասում, որ դու մի պահ լռում ես, բայց պետք է բոլորս խոհեմաբար, բոլորս հասկանանք, որ երկիրը իրոք կանգնած է խնդրի առջև եւ այս խնդրով պետք է զբաղվեն ազգային անվտանգության արդեն ծառայությունները։ Սա ոչ վիճակագրության ծառայության, ոչ ազգային ժողովի, չգիտեմ, այսինքն սա լուրջ խնդիր է։ Պատերազմող երկրի համար, ծերացող երկրի համար, նման հիմնախնդիրներ իր առջև ունեցող երկրի համար, հարյուրամյակի շեմին գտնվող ազգի համար նմանատիպ արտագաղթի այս տեմպերը մեր համար միայն բացասական քարոզություն կարող են ունենալ։ Դուք նաև աշխատել եք եւ արդյոք ունեցել շփվել այն երիտասարդների հետ, որոնք բնականաբար վերջին ցավալի դեպքերից հետո կարծես թե վերադարձան հայրենիք ոչ թե իրենց կամոք, այլ իրավիճակի դրդմամբ։ Նրանց մոտ տպավորությունների մի հերոս ունենք, որին քիչ հետո մենք կներկայացնենք, մենք նրա հետ կփորձենք հեռախոսազանգով կապվել, բայց մինչ այդ նաև ձեր դիտարկումները ասեք։ Խոսքը սիրիայության մասին է, նշեմ, որպեսզի հերոսատուները հասկանան։ Պարտադրված պատերազմի պատճառով բազում սիրիահայեր ինչ-որ չափով պարտադրված, ինչ-որ չափով իրենց կամքով որոշ մարդը վերադարձան Հայաստան։ Վերադարձան իրենց պատկերացումներով հայրենիքի, Հայաստանի մասին, իրենց տեսած ֆիլմերի, լսած լուրերի, կարդացած գրքերով։ Բայց եկան եւ հանդիպեցին մեկ այլ իրականության, այն իրականությունը, որ ամեն օր Հայաստանի Հանրապետության քաղաքացին հանդիպում է։ Չկա աշխատատեղ, չկա համապատասխան բնակֆոնդ, չկա բնակարանային համապատասխան պայմաններ, չկա համապատասխան աշխատանքին համապատասխան վարձատրություն եւ կանգնեցին այն խնդիրների առջև, ինչպես որ կանգնել է յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության բնակիչ եւ քաղաքացի, բայց իրանք այնքանով էին արդարացված իրենց բողոքը, որ իրանք այլ պատկերացում ունեին եւ այդ պատկերացումների համար մենք բոլորս ենք պատասխանատու ինչ-որ չափով եւ պետությունը մասնավորապես Թուրքի նախարարությունը որոշակի քայլեր փորձեց իրագործել։ Ես աշխատելով Սիրիայության համար ստեղծված օգնի եղբորոդ բարեգործական հիմնադրամում միառժամանակ շատ աշխատանքային հարաբերություններով գործնական կապեր ունեցա իրենց Սիրիայի ներկայացուցիչների հետ եւ այս բան հիմնադրամի կողմից նաեւ կառուցվում է բազմաբնակարան սոցիալական նշանակության շենք Սիրիայության համար սոցիալական պայմաններով ավելի բարենպաստ, որոնք փորձում են ինչ-որ չափով փակել են բացը, որը կա այսօր Սիրիայության բնակարանային խնդիրների վերաբերյալ։ Բայց կուզենայի մեկ հանգամանք մատնանշել այս հարցով, որ մենք պետք է ունենանք ոչ թե հայրենադարձության վարչություն Սփյուռքի նախարարությունում, այլ պետք է ունենանք վերաբնակեցման կամ տարաբնակեցման վարչություն, ոչ թե Սփյուռքի նախարարություն, այլ տարածքային կառավարման նախարարություն, օրինակ եմ տալիս։ Այսինքն հայրենադարձությունը վերածել միայն էլի բարոյոգեբանական, էլի հայրենասիրական, էլի զգացմունքային վիճակի, լավ եկավ Սիրիայը։ Եկել է 14000 սիրիահայ։ Այսինքն այդ եկել է ինչ-որ չափով նաև հայրենասիրությունից մղված։ Չի գնացել Լիբանան, չի գնացել Դուբայ, չի գնացել Քուվեյթ, բայց ինչ տվեցինք մենք իրեն, ոնց դիմավորեցինք մենք իրեն բացի լայն ժպիտով, ուրիշ ոչ մի բան շոշափելի։ Այդ մարդու հարցերը լուծող մենք չարեցինք։ Չկարողացանք անել։
Չկարողացանք նաև օբյեկտիվ պատճառ, որովհետև երկիրը, եթե կարողանար իր քաղաքացիների հարցերը լուծեր, հիմա դրան գումարվել է եւս 14-15,000 պատերազմից փախած սիրիահայեր, անտուն, անգործ եւ առանց փողի, որոնք ունեն ֆինանսական մեծ միջոցներ իրենց երկրում, իրենց քաղաքում, բայց զրոյի վրա են։ Այսինքն սա նաև հոգեբանական խնդիր է սիրիայության համար։ Այսինքն էլի մեր երկրի թուլությունից ելնելով, մեր երկրի խնդիրներից ելնելով, մենք չկարողացանք այս հարցը ճիշտ մատուցել եւ ճիշտ լուծումներ գտնել։ Ես առաջարկում եմ հիմա ընդմիջվել եւ լսել Երենա Չոբանյանի մեր լրագրողի հարցազրույցը, հեռախոսազրույցը սիրիահայ մի երիտասարդի հետ։ Ամենասովորական պատճառները, որ կլսենք, հետևյալն են, որ դժբախտաբար հայ երիտասարդությունը ահագին զարգացած են դպրոցներով, համալսարաններով եւ այլն, եւ իրենց կարողությունները շատ բարձր են եւ իրենց մասնակցական կորձերը կոյություն ունին Հայաստանի մեջ, Հայաստանի սահմաններում մեջ, անանք որ շատ անգամ կորձ փնտրել համար ստիպված գսկան, որ պետք է ուրիշ երկրներ երթան, որովհետեւ կգրնան օգտագործել իրենց տեսակ աշխատանքը։ Ահա, ներուժը։ Այո։ Ահա։ Իսկ ինչքանով է արդարացված դրսում արդյոք այդպես հեշտ է, որ գնում են ինչ խոչընդոտներ են լինում։ Իմ կարծիքով ոչ, մասնավորապես թյուրին չէ, որովհետև ուր որ երթան ահագին ուրիշներ բիդելան, որ նույն ջուղը գհետևին եւ ուզեն պետք է պայքարին, ուր որ ալ երթան։ Եվ դժբախտաբար ուր որ ալ երթան դարբեր խնդիրներով պիտի հանդիպին, որ թերևս Հայաստանի միջոց ավելի թյուրին պիտի լար։ Օրինակ ուրիշ տեղի երթանն է գրնալա, որ այդ երկրներուն հայրենասիրության թեմ դիմաց ելան եւ ինքնին դուրս գտնվին, որովհետեւ իրենք դեղացի չեն, իբր օրինակ։ Մենք վերադարձանք եւ ինչպես լսեցիք, կարծես թե ձեր խոսքերը եւս մեկ անգամ ընդգծվեց հեռախոսազանգի միջոցով եւ շարունակություն որպես կարելի է նշել, որ եւս մեկ այս առիթը, ցավալի առիթը եւս մեկ անգամ հանդիսացավ պատճառ, որպեսզի բարոյական իրավիճակը մեր հայրենիքում եւ հատկապես երիտասարդների շրջանում եւս մեկ անգամ կոտրվի եւ այդպես կոտրվելով այսպես շարունակի։ Ինչ կնշեք նաեւ դուք։ Այո, ես համաձայն եմ ձեր ասած ընդհանրապես բոլոր մեր զրուցակիցների կարծիքների հետ։ Բոլոր օբյեկտիվ պատճառներն էլ բերում են նրան, որ երիտասարդները ամեն անգամ, այսպես ասած, ավելի հուսալքվում են եւ ցանկանում են իրենց բախտը որոնել այլ երկրներում։ Էրիկ, բացի այլ երկրներում բախտ որոնելուց, այլ տարբերակ լուծում որպես առաջադեմ երիտասարդներ, որպես վաղվա օրվա մասին մտածող եւ այս Հայաստանի Հանրապետության հետ ապագա կապող երիտասարդներ, լուծումներ որոշակի առաջարկվում են արդյոք երիտասարդության կողմից հենց։ Գիտեք, կարծում եմ, որ կոնկրետ մենք որևէ այսպես ասած խողովակ չունենք նման լուծումներ առաջարկելու հետ կապված։ Եվ բացի դրանից ես կարծում եմ, որ նման գլոբալ եւ լուրջ լուծումներ առաջարկելու համար այնպես չէ, որ ցանկացած ՀԿ-ն կարող է իր կարծիքը ասել իմ կարծիքով։ Պետք է լինի համապատասխան ֆորմատ, այսինքն համապատասխան մասնագետներ հավաքվեն, երիտասարդներ, դեմ չեմ։ Դա կարող լինի նույն երիտասարդական խորհրդարանը։ Եվ նրանք արդեն որպես փորձագետներ եւ մասնագետներ տան ինչ-որ մի շոշափելի եւ իրականությանը մոտ լուծում։ Իհարկե ֆանտաստիկ լուծումներ բոլորս էլ կարող ենք տալ, բայց պետք է այդ լուծումները լինեն այնքան ռեալ, որքանով դա ռեալ կլինի, որ Հայաստանի իշխանությունը ի վիճակի լինի իրականացնելու։ Օրինակ բնակարանային ֆոնդեր, ինչպես մի քանի անգամ նշվեց, դա ռեալ ծրագիր է, դա արվում է։ Ես մի քանիսի հետ երբ որ շփվել եմ, իրանք ասում են, որ հա, աշխատում է, պատկերացնում եք, բայց այնպիսի լուծումներ, որոնք որ չեն աշխատում, ու այդպիսի լուծումներ առաջարկել պետության եւ պարտադրել, որ պետությունը զբաղվի դրանով, կարծում եմ իրատեսական չէ։ Ես կարող եմ մեր ՀԿ-ի մասով ասել, ինչ է մենք կցանկանայինք փոխել որպես զուտ բարի ցանկությունների կտրվածքով, լավ, այսպես ասեմ։ Ես կցանկանայի ուղղակի, որ բոլոր երիտասարդները հասկանան, որ իրենք, եթե ինչ-որ անհաջողություն են ունենում, պետք է առաջինը փորձեն մեղադրել իրենց։ Այսինքն փորձել իրանց մեջ գտնել, թե ինչն են իրանք անում սխալ, ուրիշին մեղադրել միշտ կարելի է։
Եվ որ այդ կերպով սկսեն մտածել, կարծում եմ մեր երիտասարդները կդառնան ավելի հարմարվող, կհարմարվեն նաև քիչ թե շատ, թող լինի ցածր աշխատավարձ։ Այնպես չի, որ արտասահմանում մենակ բարձր աշխատավարձով ավելի երջանիկ են դառնում։ Մի փոքր պետք է հարմարվող լինել եւ մի փոքր պետք է ինքնազարգանալ, հա։ Մեր կրթությունը ճիշտ է չի տալիս այն որակներ, որպեսզի դա բավարար լինի աշխատանքային կյանք մտնելու համար։ Ես իմ կողմից դա կարող եի զուտ խորհուրդ տալ որպես բարի ցանկություն։ Ձեր բարի ցանկությունների շրջանում նաև նշեցիք, որ պետք է որ եւս մեկ անգամ լինեն ավելի հարմարվող, կարծում եմ հայ ազգին սա արդեն խանգարում է։ Ինչևէ, նաև անդրադառնանք սպորտի եւ երիտասարդության նախարարության ծրագրերին, որոնք վերաբերում են բնակարանաշինությանը։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը իրականացնում է մեկ երիտասարդների բնականով ապահովման ծրագիր, ոչ բնակարանաշինական, իհարկե կա նաև բնակարանաշինական պետական ծրագիր, բայց դա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը չի իրականացնում։ Ուրեմն մեր նախարարության ծրագիրը կոչվում է Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին, որն ըստ էության պետության կողմից երիտասարդ ընտանիքներին բնակարանի ձեռքբերման համար տրվող վարկերի սուբսիդավորման ծրագիր է։ Այսինքն պետությունը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում երիտասարդ ընտանիքներին, ովքեր ցանկանում են բնակարան ձեռք բերել, սուբսիդավորելով շուկայական տոկոսներով ձեռք բերվող վարկերը։ Ուրեմն մեր ծրագրի շահառուները երիտասարդ ընտանիքներն են, ուրեմն երիտասարդ ընտանիք, որտեղ ամուսինների հանրագումարային տարիքը չի գերազանցում 60-ը եւ ամուսիններից մեկինը 35-ը եւ միայնակ ծնող, որը ունի երեխա, նրանք նույնպես մեր ծրագրի շահառուներն են եւ կարող են օգտվել այս ծրագրից։ Ասեմ, որ 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծրագրից օգտվել է մոտավորապես 1700 երիտասարդ ընտանիք։ Իհարկե, եւ նաեւ բնակարանի ձեռքբերման գումարի չափը անսահմանափակ չէ, սահմանափակված է 10 առավելագույն գումարը, որով կարող են ձեռք բերել բնակարան 16 միլիոն դրամն է։ Իհարկե նախարարությունը հաշվի առնելով ներկա փոփոխությունները նաև անշարժույթի շուկայում առաջարկել է կառավարությանը բարելավել ծրագրի պայմանները, 2 միլիոն դրամով ավելացնել ձեռք բերվող բնակարանի գումարը, որպեսզի երիտասարդ ընտանիքների համար ավելի հեշտ լինի շուկայում կարողանալ ընտրել իրենց ավելի հարմար բնակարան։ Իհարկե կարող եք ասել, որ սա էլ մեծ բան չէ պետության կողմից երիտասարդների համար, բայց այն է, ինչ կարող է անել այս պահին պետությունը։ Ազատոյից ձեզ սա զգալի օգնություն է երիտասարդ ընտանիքներին, թե ոչ, եւ արդյոք բոլոր երիտասարդները կարող են օգտվել այս ծրագրից, որովհետեւ ի վերջո սրա համար եւս հարկավոր է որոշակի ունեցված հնարավորություններ։ Իմ կարծիքով ոչինչից լավ է, բայց ոչինչից լավ է ուղղակի, որովհետև այդքան էլ լավ չէ։ Ես ինքս անձամբ, երբ հետաքրքրվեցի եւ ցանկանում էի օգտվել այս ծրագրից, հասկացա, որ պահանջները շատ խիստ են։ Այսինքն 16 միլիոնը մոտ 40-45 հազար դոլար, 40-45 հազար դոլարով Երևանում որտեղ ինչ պայմանով բնական կարասառնես, ինձ թվում է դժվար չի հասկանալ, թե ինչ պայմանի մասին խոսք։ Այսինքն թիվ է, որը Երևանի համար առնվազն շատ քիչ է։ Մարզերի համար համաձայն եմ բարձր է։ Հիմա դրան գումարած պահանջում է աշխատանքի վարձատրությունը մինիմից բարձր ինչքան գիտեմ, չէ՞, այսինքն ինչքան է աշխատավարձը 200-ից 400։ Հիմա 200-400 հազար չէ, պարտադիր չէ, որ դա լինի աշխատավարձ։ Դա եկամուտ է, եթե շահառուն չի կարողանում ինքը։ Չէ, այսինքն մի շարք հարցեր կան, ասեք, եթե 200-400 հազար ընտանիքը ունենում է եկամուտ, ուրեմն ընտանիքը կարող առանց դրա էլ տուն ունենա, իմ կարծիքով։ Եթե չի ունենում եկամուտ այդքան, ուրեմն չի կարող։ Այսինքն, այստեղ հարցեր են, որ շատ է պահանջները մի քիչ իրար հակասում։ Կարելի է փոխել պահանջները, իմ անձնական կարծիքն է, իմ որպես ենթադրվող շահառուներից մեկի կարծիք է, որը իմ համար առնվազն անհասկանալի է։ Երկրորդ հարցը, որ մոտ միշտ ծագել է, շեշտեցիք, որ հանրագումարային տարիքը 60-ը պետք է լինի, ամուսիններից մեկը 35-ից ոչ ավել։
Հիմա ուզում հասկանամ այդ ինչ չափորոշիչով է, ոչ մի կերպ չեմ հասկանում, որովհետև երբ որ ՄԱԿ-ում նայում ես երիտասարդության տարիք, ասում են 18-ից 30, հիմա ինչ եկավ 35, այդ ինչ չափորոշիչ է, ինչ ենք հասել հանրագումարային տարիքը չափորոշիչը դրե 60, այսինքն ինչ որ չափով փորձում ենք սահմանները նեղացնել։ Եվ ես ուրախ եմ, որ 1600 հոգի սահմաններին համապատասխանել է, լավ է, ելի նորից եմ կրկնում, ոչնչից լավ է։ Չէ, կներեք տարիքային առումով սահմանափակում չի եղել, որովհետև Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական հայեցակարգով Հայաստանում երիտասարդ համարվում են 16-ից 30 տարեկան քաղաքացիները։ Ընդհակառակը 35-ը դրված է, որպեսզի եթե 35, այսինքն մի ամուսնու տարիքը 35-ից անցնում է արդեն, այսինքն երիտասարդ չէ ընդհանրապես։ Երիտասարդության շեմն անցնում է 30-ից հետո, այդ 5 տարին դեռ իրենց համար եթե ամուսինների ընդհակառակը 5 տարին տրվել է որպես առավելություն, ես ասում եմ այդ 5 տարին դարձրեք, այսինքն եթե դուք առավելություններին եք դիտարկում, մի քիչ որտեղ մենք պիտի հասկանանք, որ այսօր Հայաստանում, ելի նորից վիճակագրական վարչության հետ դիմենք, ամուսնությունների միջին տարիքը մի քիչ բարձրացել է։ Այսինքն հիմա 18-ից 20 շրջակայքում չեն ամուսնանում, ասում են 26-ից 30-35, առնվազն իմ շրջապատի մակարդակով եմ ասում ես, դա ուրիշ ոչ մի վիճակագրության չտիրա։ Եվ մյուս կարևոր հարցը, որ ես կարծում եմ, որ մենք ունենք նաև այդտեղ խնդիր եւ ցանկանալի առիթ օգտագործել ձեզ դիմելու, ցավալի է, բայց Հայաստանի Հանրապետությունը չունի երիտասարդության մասին օրենք։ Ունենք երիտասարդության հարցով զբաղվող նախարարություն, որը չունի գերատեսչական հիմնական բազա համարվող իրավական փաստաթուղթ։ Սա առաջին հերթին իմ կարծիքով նախարարության ֆունկցիան է, որ պետք է ունենա, եւ երկրորդ այդտեղ նաև պետք է մտնի բնականաշինության խնդիրը որպես մի ամբողջ հոդված։ Ուրեմն ինչ վերաբերում է ձեր ասած տարիքային սահմանը բարձրացնելուն, մեր առաջարկված փոփոխություններում նաև կա դա։ Մենք առաջարկել ենք տարիքային սահմանը բարձրացնել ամուսինների հանրագումարային տարիքը 65, ձեր ասած նկատառումներով, քանի որ ամուսնությունների տարիքը բարձրացել է եւ այլն։ Ինչ վերաբերում է երիտասարդական պետական քաղաքականության իրավական հիմքերին, օրենքի բացակայության մասին եք ասում, 2009 թվականից կա մշակված երիտասարդության մասին օրենքի նախագիծ, բայց քանի որ երիտասարդական ոլորտը ինքը միջոլորտային է, չի կարող մի օրենքը կարգավորել այդ բոլոր հարցերը։ Այսինքն եւ պետությունը օրենքով պիտի ստանձնի որոշակի պարտավորություններ։ Այդ պարտավորությունները կապված են նաև ֆինանսական միջոցների հետ։ Այսինքն օրենքը առաջացնում է մի շարք խնդիրներ, որ պետությունը այսինքն ավելի լավ է այս դեպքում չունենալ ընդհանրապես օրենք։ Եվ բացի դա, եվրոպական շատ երկրներ, արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներ չունեն օրենքներ։ Հիմնականում մենք սակայն ունենք պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգ, եւ հիմա արդեն ընդունվել է նոր հայեցակարգը, եւ այնպես չի, որ օրենքը ինչ որ բան կփոխեր, ավելի լավ է չունենալ օրենք, որը չի գործելու, քան ունենալ օրենք եւ անընդհատ կանգնել խնդիրների առջեւ, որովհետեւ օրենք, եթե օրենքով նախատեսված լինի երիտասարդի համար ինչ որ արտոնություն սահմանել, հետո ֆինանսների նախարարությունն ասի, որ ինքը չի ուզում առանձին ինչ-որ խմբի համար, ես էլ եմ դա ասում։ Այսինքն, եթե պետությունը որպես համակարգը դիտարկում երիտասարդությանը, որպես մի ամբողջական սոցիալական խաղ, մշակում է կարող է այնպիսի օրենք մշակել, որ համակարգային եւ բոլոր նախարարություններով, ստրուկտուրաներով դա գործի։ Բայց այնպես էլ չի, չէ, որ մյուս հասարակության մյուս խավերը, ասենք, երիտասարդություն ծերեր փայլուն վիճակում են, երիտասարդության վիճակում։ Բնականաբար, սա անցականցած խնդրին պետք է ամենաշատը։ Չէ, ուզում եմ Եվ այդտեղ պետք է երիտասարդության նախաճաշին դիտարկում ենք որպես մեր երիտասարդությունը որպես այս ազգի շարունակող շարժիչներից մեկը եւ ունենք այնքան իրավագիտակցություն, որ ունենք նաեւ նախարարություն դրանով զբաղվող եւ նախարար, որոնք պետք է մտածենք այնպիսի մի համակարգ, այնպիսի մի օրենսդրական նախաձեռնություն մշակել, որը Շիրյանից հետո չընդհանրի, ինչպես դուք նշեցիք, խնդիրները, որոնք դուք եք մատնանշում։ Այս դեպքում ավելի կարևոր են առանձին պետական ծրագրերը, քան օրենքը։ Այսինքն ես ոնց հասկացա, դուք նախարարության պաշտոնական դիրքորոշումն այն է, որ այս պայն Հայաստանի Հանրապետությանը երիտասարդության մասին օրենքը Չէ, ես չեմ կարող ասել, որ դա այսօր անգործության է մատնված այդ մասը, այսինքն չկա օրենքի վերաբերյալ նման նախաձեռնություն, չկա։ Ամենայն դեպս մենք հանգանք այն եզրակացության, որ սա այս ամենը պետք է լինի համակարգված, սակայն այս օղակը որևէ տեղից ի վերջո պետք է սկսի, որպեսզի ընդհանուր մնացած այլ օղակները եւս միանան եւ ստացվի այն, ինչ որ հարկավոր է իրականում։
Նորից անդրադառնալով վիճակագրությանը ես պետք է խնդրեմ, որպեսզի Տիկին Գույն ջան նաև նշեք այն բոլոր թվերը կամ նաև ձեր դիտարկումները եւ սեփական կարծիքը այն հարցի շուրջ, թե ինչպիսի իրավիճակ է տիրում երիտասարդության շրջանում, թե ովքեր են ցանկանում գնալ, որովհետեւ ես այստեղ ոչ պաշտոնական մի թիվ նաև ներկայացրեցի, որ մոտ 46%-ը հնարավորության դեպքում կցանկանար գնալ եւ նաև կցանկանանք լսել ավելի պաշտոնական թվերը եւ նաև դրանից հետո ես անպայման կցանկանամ, որպեսզի մենք ունենանք մեկնաբանություններ, թե որքանով են այս թվերը մոտ իրականությանը, որովհետև հասկանում ենք, որ հստակ չեն։ Քանի որ ես արդեն իսկ նշեցի, որ այն տվյալները, ինչ որ երիտասարդության վերաբերյալ այսօր ներկայացնում, դրանք բոլորը հետազոտական տվյալներ են, արված են ներկայացուցչական ընտրանքներով եւ միշտ պետք է վերապահումով նկատի ունենալ, որ հետազոտությունները մարդկանց բանավոր հարցումներից ստացված պատասխանների հիման վրա են եւ դրանք կարող են լինել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ինչ որ կոնկրետ հարցերի վերաբերյալ։ Քանի որ հիմա մենք խոսելու ենք մտադրությունների մասին, բավական հետաքրքիր մի դիտարկում կա, որի մասին ես կուզենայի երիտասարդների մասով ասել։ Քանի որ ես ասացի, որ միգրացիոն մտադրությունն են ունեցել հարցվածների 7.4%, մոտավորապես 213,000 մարդ, իսկ առանձին տարիքային խմբերը բավական հետաքրքիր դիտարկում կա, որ ասենք 15-ից 19 տարեկաններ, այսպես հինգական տարիքային խմբերով պիտի ասեմ, որ ցածրից ուրեմն այդ մտադրությունները տարիքի ավելացման հետ ավելանում են, բավական հետաքրքիր է, որ հստակ ասել են իրենց այո դիրքորոշումը 15-ից 19 տարեկան անձանց 3.3%, 2%-ը նշել են, որ ավելի շուտ այո իրանք նման մտադրություն կունենան, այսինքն ընդհանուր առմամբ մոտավորապես 5.3%-ն է 15-ից 19 տարեկաններից նշել մեկնելու մտադրության մասին, այ 20-ից 24 տարեկանում արդեն այդ հստակ այո ասածները կազմել են նրանց 5.8%-ը, 3.4-ը նշել է, որ միգուցե այո, եւ տեսեք 9.2%, այսինքն 5-ից հասանք 9, 20-ից 24, իսկ եկան 25-ից 29 տարիքային խմբում արդեն 6.1%-ը հստակ նշել է, որ ինքը միանշանակ այո որոշել է արտագաղթելու մտադրության մասին, իսկ 4.3%-ը որոշակի նկատառումներով ասում են միգուցե այո, այսինքն արդեն 10.4%։ Տեսանք, որ տարիքի հետ երիտասարդների մտադրությունները ուրեմն ավելանում են արտագաղթի։ Այն դեպքում, երբ որ ասենք ընդհանուր բնակչության հարցվածների շրջանում այդ ուրեմն մտադրություն ունեցողները 7.4% են կազմում։ Այսինքն, սա եւս ինչ որ միգուցե հետազոտական, բայց բոլոր դեպքերում մարդկանց մոտեցումն է եւ այս ուրեմն մտայնությունները, մտադրությունները կարելի է ինչ որ մի ձևով, ասենք ռազմավարությունների եւ քաղաքականությունների մեջ կիրառել, որովհետեւ 15-ից 19 տարեկաններ դեռ նոր կյանք մտնող եւ ինչ որ մի հատվածով, ասենք աշխատաշուկա որոշ հատվածը մտող, մի մասը սովորող, կրթության գնացող, այսինքն հնարավորություն կա մտադրությունների առումով, քաղաքականությունների ծրագրերի միջոցով նրանց մտայնությունների վրա ինչ որ ձևով ներազդել։ Տիկին Գույն ջան, դուք նշեցիք թվեր եւ հետազոտությունների արդյունքները, սակայն նաեւ կցանկանայի ձեզ հարց ուղղել մեկ այլ կողմից։ Ձեր դիտարկումները սեփական շրջանակներում, կյանքի շրջանակներում, թե ձեր ընտանիքում գուցե ինչ մտքեր կան, նաեւ բնականաբար շփվում եք դուք երիտասարդների հետ։ Դա արդեն կլինի իմ կողմից, ուրեմն անձնական կարծիքս, դա ոչ վիճակագրական ծառայության, իհարկե շփվում եմ, ունեմ երիտասարդների իմ ընտանիքում, բնականաբար, չգիտեմ, համենայն դեպս իրենք այդպիսի մտադրություն չեն հայտնում առայժմ, բայց մտադրություն ունեցողներ իհարկե կան իմ շրջապատում եւ ես կարծում եմ, որ գիտակցական կամ միգուցե դպրոցից պիտի սկսել երևի այդ գիտելիքներ ասեմ, թե այդ մոտեցումները հայրենիքի հանդեպ երեխաների մոտեցումները ներմուծել, որպեսզի արդյունքում, այսինքն մեծացող երեխան հասկանա, որ սա իր երկիրն է, ինքը պիտի երկրում լուծումներ գտնի, ինքը պիտի իր ներդրումները ունենա, ոչ թե դժվարություններից փախնի, այլ դժվարությունների լուծում։ Սա իմ անձնական կարծիքն է, ես որպես անհատ եմ այդ մասին ասում, կարծում եմ, որ այդտեղից պիտի սկսենք։
Հետաքրքիր մի թիվ նշեցիք 24-ից 29 տարեկան այդ տարեխմբում երիտասարդները սկսում են ավելի շատ մտածել արտագաղթի մասին, սա բնականաբար թերևս կապված է այն մտքի հետ, որ բախվելով նոր խնդիրների եւ բնականաբար հասունանալով եւ մտնելով կյանք, արդեն տեսնելով խնդիրները, իրավիճակը փոխվում է եւ այն երազական եւ 18 տարեկանի այդ մղումները երիտասարդական եւ նաեւ գուցե եւ մանկական նշենք, որ հայրենիքը Հայաստանը, այստեղ ենք ծնվել մեր բակը, մեր տունը բնականաբար փոխվում են եւ փորձենք նաեւ ամփոփել առաջարկելով որոշակի լուծումներ, մի փոքր նաեւ խոսեցիք դրա մասին, սակայն նաեւ տրամադրվածությունը երիտասարդների նշելով ինչ կասեք Տիկին Բեմջյանը նաեւ այսպիսի բարի նոտայով կարծես թե փորձեց ամփոփել իր խոսքը, ինչ է կարծում, սա իրատեսական է։ Այո, կարծում եմ այո, իրատեսական է եւ իսկապես օրինակ պետք է հենց դպրոցական տարիքից դա սովորացնել, բայց նաև մի բան էլ պետք է հաշվի առնենք, որ հենց սովորացնողը իր ասածին պետք է հավատա։ Այսինքն, երբ որ սովորացնողը իր ասածին չի հավատում, այդ ժամանակ շատ դժվար է դիմացինին ստիպել նման բանին հավատալը։ Այսինքն, եթե մենք սկսենք թեկուզ մենք երիտասարդները սկսենք ավելի մատաղ սերնդի մեր օրինակով ցույց տանք, որ գիտեք, հա դժվար է լինելու, մենք այդ դժվարությունը, այսպես ասած, մեր խաչը քաշ ենք տալիս։ Նույնն էլ ձեզ ենք խորհուրդ տալի։ Այդ դեպքում դա կստացվի, բայց եթե մենք գնանք արտասահման ու իրանց ասենք, չէ, ճիշտը սա է, դա չի աշխատի։ Կխոսեք նաև հենց այդ օրինակի մասին, որը կարող է լինել օրինակելի նաև երիտասարդ սերնդի համար, ձեր օրինակի մասին գուցե։ Ես ճիշտն ասած երբեք ոչ արտագաղթելու եմ այդպես հակված կողմ եղել եւ այլն, ինքնանպատակ է, այսպես ուղղակի գնալ ինչ-որ բան, բայց ոչ է քննադատել եմ նրանց, ովքեր որ գնում են։ Ես պարզապես շատ կուզենամ, որ այնպես լինի, որ իրոք անկեղծ ասած ես ինչ-որ լուծում չեմ տեսնում։ Ես գիտեմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իրենով լուծի իր խնդիրը։ Եթե իր համար երջանկությունը մեկը արտասահմանում ապրելն է, թող գնա, մեղադրել պետք չի, բայց ամենայն դեպս պրոպագանդա դա անել, կարծում եմ դա ամենասխալ երևույթն է։ Հա, ինքը այդպես է որոշե խնդիր չկա, բայց թող իր այդ որոշումը չտարածի որպես ինչ-որ լավագույն լուծումներից մեկը։ Շատ լավ, շնորհակալություն, ինչ կնշեք, խնդրեմ։ Ես ասեմ, որ կցանկանայի տեսնել մեր երկրում երիտասարդություն, որը իրեն համարում է այս երկրի տերը։ Եվ ոչ թե մտածում է, որ ուրիշ երկրում պիտի իր ապագան գտնի, այսինքն այդ երկրները, որտեղ ուր գնում են մեր երիտասարդները, ուր փնտրում են լավ կյանք, կառուցվել են այդ երկրի քաղաքացիների տարիների պայքարով, ջանքերով։ Եթե մեր երիտասարդները գնում են, ինչ են մտածում, ովքեր պիտի այս երկիրը դարձնեն իրենց երազած երկիրը։ Ես կուզենայի երիտասարդները գնալուց առաջ անպայման մտածեին դրա մասին։ Քանի որ ամենահզոր ներուժը, որ կարող է այս երկիրը փոխել, այս երկիրը դարձնել իրենց եւ մեր երազանքների երկիրը, իրենք են։ Եթե իրենք գնում են, ով է անելու իրենց գործը։ Ով է անելու Ազատուհի։ Ես կուզեի ընդհանրապես մի ֆրազա ասել, որ հայրենիքը հերվից ելը շատ հեշտ է։ Եվ քանի որ ես ունեմ դրա իրավունքը առավել եւս մտածելու այդպես, որովհետեւ ես ժամանակին հերվից եմ սիրել հայրենիքը։ Ես ծնունդով լինելով Սփյուռքից կյանքիս մանկությանս տարիներ անցկացրել եմ հայրենիքից դուրս եւ վերադառնալով հայրենիք հասկացել եմ, որ բարվոք եւ հեշտ կյանքը կարող է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական սահմաններից դուրս են, բայց երջանիկ, արժանապատիվ եւ հաճելի կյանքը Հայաստանի Հանրապետության սահմաններում է։ Ես կուզեի, որ հասկանանք բոլորս, որ այդ հայրենասիրություն ասվածը այդքան էլ երևութական չէ, այդքան էլ զգացմունքային չէ, ինքը շատ գործնական է։ Հայրենասիրությունն ավելի գործնական է, քան կարող է բոլորից թվալ։ Հայրենասիրությունը մեր երկրում ապրելն է։ Ապրելն է արժանապատիվ, մեր երկրում չխաբելն է միմյանց, մեր երկրին հավատալն է, բանակում ծառայելն է, առանց կաշառք սովորելն է։ Եվ այսպես շարունակ անընդհատ կարելի է շեշտել օրինակներ, որ յուրաքանչյուրս կարող է էկրանների առջև չարտահայտվենք, բայց դուրս գանք փողոց եւ հանդիպենք, ցավ ապրենք կամ չապրենք, անենք այդպես, հակառակը խոսենք եւ այսպես շարունակ, բայց մեզից յուրաքանչյուրից է գալիս այս հայրենիքը արդեն պետություն դարձնելու գործը։ Մենք պիտի հասկանանք, որ մենք ունենք պետություն եւ պետականություն։ Եվ այդ պետականությունը պիտի սրբորեն պահպանենք, ցանկացած բանի գնով պիտի պահպանենք, միմյանց չխաբելով պիտի պահպանենք։ Եթե մենք նայում ենք երեսին եւ խաբում ենք, մենք հավատ ենք կորցնում միմյանց նկատմամբ, հայը հայի նկատմամբ։ Եվ հայը ասում ավելի լավ է ռուսը,
ավելի լավ է շատ հաճախ թուրքը, պարսիկը, քան հայը, որովհետև տեսել է, որ իր հայրենակիցը նայել է աշկերի մեջ ու խաբել է։ Իսկ երբ որ դու դրսում քեզ խաբում է օտարերկրացին, դու ասում ես ոչինչ։ Ինքը ինձնից չի։ Այդ զգացողությունը դու չես ապրում։ Իսկ երբ որ դու երկու մի հատ փոքր բան ես տեսնում, դու դրանից նեղում ես, որովհետև դա քոնն է։ Դա սեփականատիրության զգացում է, որ ամեն մի հայ պետք է ունենա իր մեջ եւ պետք է գնալով դա շատանա։ Սա է մեր հիմնական առաքելությունը որպես երիտասարդի եւ յուրաքանչյուր երիտասարդ այս գիտակցությամբ պետք է ապրի, որպեսզի կարողանա Հայաստան Հանրապետությունը որպես պետություն հզորացնի։ Շնորհակալություն, մենք հիմա կդիտենք տեսանյութ, որից անմիջապես հետո կվերադառնանք եւ կավարտենք ծրագիրը։ Արտագաղթը օտարամոլության թե լուրջ խնդիրների հետևանք է։ Որոշ կարծիքների համաձայն արտագաղթը Հայաստանի պատմության անբաժանելի մասն է։ Օրինակ 1828 թվականին, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին, ունեցել է ընդամենը 161,000 բնակիչ։ Նույն ժամանակ Պարսկաստանից եւ Արևմտյան Հայաստանից մոտ 150,000 հայ է տեղափոխվել Արևելյան Հայաստան եւ հարակից շրջաններ։ 1918 թվականին Արևմտյան Հայաստանից եւ այսօր Կովկասի տարբեր շրջաններից Արևելյան Հայաստան է տեղափոխվել մոտ 302,000 հայ, որի արդյունքում բնակչության ընդհանուր թիվը 1991-ից 1994 թվականների պատերազմի, ճգնաժամի եւ Սպիտակի երկրաշարժի արտագաղթի հետևանքով հանրապետության բնակչության թիվը նվազել է մոտ 800,000-ով։ Հայաստանի բնակչությունն աճել է խորհրդային ժամանակաշրջանում։ 1940-ական թվականների վերջին սկսվել է գյուղերից բնակչության զգալի արտահոսք քաղաքային բնակավայրեր եւ Արարատյան դաշտի գյուղեր, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության բազմաթիվ բնակավայրերի բնակչության թիվը կտրուկ նվազել է։ Մի մասն էլ դադարել է գոյություն ունենալուց։ Արտագաղթել հնարավոր է, սակայն օտարության մեջ ապրելը դյուրին եւ անվտանգ չէ, որքան թվում է։ Դրա վառ օրինակներից մեկը հունվարի 12-ին Մարսելում 16-ամյա Միքայել Ասատուրյանի սպանությունն է, ինչը Ֆրանսիայի հարավում գործող հայերի խորհրդի հայտարարությամբ հակահայկական բազմաթիվ գործողությունների շարունակությունն է։ Այդուհանդերձ ինչն է հայ երիտասարդների զգալի մասին երկընտրության առջև կանգնեցնում։ Մի քիչ եթե սիրեն մարդկանց ուրիշների մասին մտածել, երկրի մասին մտածել, կարծում եմ իրավիճակը կփոխվի։ Պատճառներից գլխավորը սոցիալականն է, բնականաբար, բայց նաև այստեղ անարդարության գործոն է գոյություն ունի, որ մարդիկ չեն հավատում առհասարակ երկրի ապագային, ամենացավոտ է։ Ցանկությունը չգիտեմ անձապիզմը չկա, բայց համեն դեպս արտագաղթի հիմնական պատճառը ըստ իս սոցիալական պայմաններն են։ Հիմնական պայմանները բնականաբար չեմ կարծում, որ ուղղակի արտագաղթ են։ Եվ այստեղ մեծ ապագա չունեն մեր երիտասարդները, նրանց գիտելիքը չի գնահատվում։ Ահա այսպիսի հրաշալի երիտասարդներ ունենք, սակայն նրանցից քանի տոկոսն է լքում Հայաստանը։ Աշխատաուժի արտագնա միգրացիան հատուկ է ժամանակակից աշխարհին եւ ոչ միայն Հայաստանին, բայց որպես անկախ երկիր գոյատևելու համար 3 միլիոնից պակաս բնակչությունը կրճատվելու իրավունք չունի։ Ուստի արտագաղթի կանխման միտումները պետք է լուծի պետության էլիտան, իսկ ժողովուրդը նպաստի երկրի ել ավելի զարգացմանը։ Մեկ հաղորդաշարը բնականաբար չէր բավականեցնի, որպեսզի մենք կարողանայինք բոլոր դրդապատճառները արտագաղթի շեշտեինք եւ նաեւ ուշադրությունը սևեռեինք բնականաբար որոշակի խորհուրդներ, ուղղորդումներ եւ կոչեր անելու երիտասարդներին, որոնցից յուրաքանչյուրը թեկուզ եւ մտքի ծայրով մտածել է, թե ինչպեսին կլիներ իր կյանքը հայրենիքի սահմաններից դուրս։ Ամենայն դեպս սա մեծագույն խնդիր է, թիվ 1 խնդիրն է, որը առնչվում է ոչ միայն երիտասարդությանը, այլև հասարակության բոլոր շերտերին, բոլոր խավերին։ Ինչևէ, մնացեք մեզ հետ, մենք հանդիպելու ենք մի շաբաթ, եթերում էր երեկոյան բլոգը։